Հաղորդավարուհի Ստեյսի Ավեդիկյան Արաբյանը պիտի հյուրընկալի հայաստղեր հաղորդաշարեն կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական ոճապան Վահե Հայրավետյանին։ Վահե Հայրավետյանը պիտի վերհիշե ուսանողական տարիները, պիտի խոսի երաժշտական գրթության մասին, ինչպես նաև աշխատանքային և ստեղծագործական գործունեության, ներառյալ գոչումներ, մրցանակներ և պետական պարգևներ ստանալուն և վերջապես Արևիկ մանկապատանեկան անսամբլը ստեղծվելու գաղափարի մասին։ Այս գրքում այնքան էքատ կա շատ գույներ, բայց ալույսով մի բարի քնքուշտերի։ Հետևեցեք հարցազրույցին լսելով և դիտելով Radio Stars-ն և Radio Stars-ի թիմադեդրեն ուղիղ եթերով երկուշաբթի մայիս 19-ին կեսօրի հետ ժամը 1-ին Լոս Անջելեսի ժամով և երեկոյան ժամը 12-ին Հայաստանի ժամով։ Սպասեցեք կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտական ոճապան Վահե Հայրավետյանի հարցազրույցը հայաստղեր հաղորդաշարեն։ Հայաստղեր հաղորդաշարը Radio Stars-ն։ Միշտ և միշտ սերետնի Radio Stars-ը Լոս Անջելես Կալիֆորնիայեն հարկելիներս ինչպես գիտեք թե յուրաքանչյուր երկուշաբթի դաղանթավոր անձնավորությունները թեգի հյուրընկալեմ, որպեսզի հարցազրույց վարեմ և ավելի լավ ծանոթացնեմ ձեր բոլորին։ Այսօր ունենք մայստրո Վահե Հայրավետյան, որ պիտի միանա մեզի Հայաստան, Երևանեն և անշուշտ ես շատ կարճ րոպեներ բացակայելի հետ գվերադառնամ հյուրիս հետը։ Ինչպես միշտ դուք մեզի կսպասեք անամպեր Իմիջայլոց կգրեք ձեր նամակները, որպեսզի ես ետ կգարթամ հյուրիս։ Ուրեմն չի հեռանաք, եկեք լսենք High Music Band-ի մեկնաբանությամբ մեր մայստրոյի ստեղծագործություններեն Երևանը մենք ենք, որպեսզի բացակայեմ և վերադառնամ հարգարժան հյուրիս հետը։ Գլսեք Radio Stars, Radio Stars։ Գլսեք Radio Stars, Radio Stars։ Քեզ հետիմ Երևան, քեզ հետիմ Երևան, Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանը անկեղծ սիրելը, չգրված օրենք է, Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանը անկեղծ սիրելը, չգրված օրենք է։ Մեր քաղաք Երևան, մեր Հայաստանը, մեր կարմիր կապույտն առնչակույնը, մեր հայացքը, որ գվայելի միան ուրախություն, հայեր ջան, ուրախացեք, աղոթելով հաղթահարեցեք բոլոր դժվարությունները, որովհետև հայացքին գվայել է միայն ուրախություն։ Երևանը մենք ենք, այո, բոլորս ովև մեկ երկրի հայ Երևանն է։ Պիտի խնդրեի բնավ խտրություն չտնեք, որ մեկ երկրի հայ է, վերջո հայ է, կարմիր կապույտն առնչակույն թրոշակի պատկանող հայն է։ Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանը անկեղծ սիրելը, չգրված օրենք է, Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանը անկեղծ սիրելը, չգրված օրենք է, Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք։ Հավաստիկ լսեցինք High Music Band-ի մեկնաբանությամբ Երևանը մենք ենք, քիչ ետք այս երգի մանրամասնությունները, տեղեկությունները կխնդրենք մեր մայստրոյին անշուշտ։ Ողջույն ռադիո լսողներ և հայաստղեր հաղորդաշարի ագնթիրներ։ Գրգին անգամ ես ձեզ հետ եմ նոր հյուրով, նոր հարցազրույցով և հույսով եմ թե ձեր բոլորին պիտի կարողանամ այսօր կողբահել ինչպես յուրաքանչյուր երկուշաբթի։
Այսօրվա հաղորդման հյուրը ծնվել է Երևան քաղաքում, ուր սովորել է Երևանի թիվ 139 անգլերեն թեկումով միջնագարկ դպրոցում, ապա սովորել եւ ավարտել է Երևանի Հայկանուշ Դանիելյան անվան թիվ 9 երաժշտական դպրոցի Չուտագի դասարանը։ 1988 թվականին ավարտել է Երևանի երաժշտական մանկավարժական ուսումնարանի խմբավարության բաժինը։ 5 տարիներ յետ չի բավարարվելով իր ունեցած գրքութենեն սովորել եւ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը։ Կոմպոզիցիային զուգահեռ սովորել է նաեւ օպերային սիմֆոնիկ դիրիժորության բաժնում։ Նա ունի զանազան աշխատանքային եւ ստեղծագործական գործունեություններ, իսկ 1984 թվականին սկսյալ մինչև ցարտ, որ արդեն հարցազրույցի ընթացքում մենք պիտի խոսենք մանրամասնորեն։ Ստացել է պետական պարգևներ, մրցանակներ, գոչումներ եւ գիտական աստիճան։ Ցեզ իմ հաղորդաշարի հյուրի մանրամասն դերեկություններ փոխանցելով դրամատրելուց հետո այժմ գողջունեմ ցեզ հարկելի կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական ոճապան մայստրո Վահե Հայրապետյան, բարի եկել Հայ Աստղեր հաղորդաշարեն եւ շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Ողջույն, հարգելի սիրելի Ստեյսի, ողջույն բոլորին։ Բոլոր, ինչպես դուք ասացիք, ունկնդիրներին եւ ակնդիրներին, ովքեր մեզ հետ են, ովքեր մեզ լսել են, լսում են եւ դեռ շատ հազարավոր մարդիկ պիտի լսեն։ Ես շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ, որ կարողացել եք ժամանակ գտնել եւ տրամադրել ինձ եթերը։ Այդ արդիվ ես շատ երջանիկ եմ, շատ ուրախ Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ նաև մեր ընդհանուր ընկեր Գայանե Աղայանին, ում միջոցով մենք կարողացանք կապ հաստատել միմյանց հետ եւ այսօր փաստորեն իրար հետ մենք եթերում ենք եւ դա ինձ համար կրկնակի տոն է, այսպես կարող եմ ասել։ Այնքան շնորհակալ եմ այս սրդակին խոսքերի համար մայստրո Վահե Հայրապետյան, ես ինձ համար ավելի շիդագ ուրախություն է եւ բարձանք է հբարդեմ ցեզ հյուրընկալելով թե այսօր շատ ավելի լավ պիտի իմանա աշխարհի 4 կողմի հայերը, որ բոլոր երկրներն այսօր միացած են, շատ ավելի լավ ծանոթացնելով ցեզի, վստահ եմ թե իրենք պիտի հետևին ցեզի, այլևս այն որ թերի մացած չէ, բնավուշ չէ, ուշ լինի, անուշ լինի գսի արածը։ Այո, ճիշտ եք։ Գիտեք, մի հետաքրքիր բան ասացիք ամենասկզբից, որ կապ չունի հայը որտեղ պիտի լինի, հայը որտեղ է ապրում։ Հայը հայ է մնում եւ հայի ոգին միշտ իր ազգակիցների, իր Հայաստանի, իր Երևանի, իր ամեն ինչի հետ է, իր արյան հետ է։ Եվ դա դուք միշտ եք անում եթերից եւ խորին շնորհակալություն դրա համար ձեզ։ Մեծ սիրով խնդրեմ, շատեր քրում են ինձ թե շնորհակալ ենք Ստեյսի ջան, դու հյուրընկալում ես մեր Հայաստանի տաղանդավոր անձնավորությունները։ Ուրախություն է իրենց հյուրընկալելը, բայց նեղություն պատճառում է ինձ, երբ կասեն մեր Հայաստանի, այսինքն Հայաստանը միան այն որ Հայաստան ծնվել չէ, այլ Հայաստանը ծնվել է մեր մեջ, իմ մեջ, անցամբ ծնվել է Հայաստանը եւ ես ունիմ այդ հայկական բարձր զգացումը։ Ուրեմն պետք է միշտ ասենք շնորհակալ ենք հայ անձնավորություններ հյուրընկալելու եւ ոչ թե մեր Հայաստանի, որովհետեւ մերը ցերը անոնց չկա։ Հայաստանը մեկ է եւ բոլոր հայերի համար է։ Այո, եւ հայը որտեղ է լինի, միևնույն է ինքը մի փոքր Հայաստան է, հա? Ամեն հայ մի փոքր Հայաստան է աշխարհի ցանկացած կետում։ Եվ դա հրաշք է։ Համամիտ եմ։ Ուր որ հայ կա, ես կսեմ միշտ հույս կա, ուր որ հայ կա, ուրախություն կա, ուր որ հայ կա, կյանք կա, որովհետև հայը կյանք է, հայը հույս է, հայը ուրախություն է, մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, ուրեմն քրիստոնյա ազգը միշտ ուրախություն կպատճառի թիմացի անձերին։ Ճշմարիտ է։ Շնորհակալություն։ Բարոն Հայրապետյան, ես ուզում եմ վերհիշեցնել ձեր դպրոցական օրերը, հատկապես միջագարկ դպրոցում։ Այսօր որ հիշում եք այդ օրերը, գասեք թե երանելի են,
այդ օրերը եւ կրկնվի դարձյալ։ Անշուշտ երանելի են, որովհետեւ շատ անհոգ էի։ Բացի դրանից իմ ծնողները ինձ հետ էին։ Բացի դրանից ես ունեի գեր նպատակներ, այսինչ նպատակին հասնելու, սովորելու, բարձրանալու, մարդկանց մեջ մտնելու եւ այլն, այսինքն այն երիտասարդը, ով դեռ փոքր է եւ ուզում է ինչ-որ բանի հասնել, բնականաբար դպրոցից պիտի սկսի այդ ամեն ինչը։ Ես այդ առումով բավականին կարող եմ այսպես ասել, երեսարած երեխա եմ եղել, որովհետև թե ծնողներիս կողմից, թե մանկավարժների կողմից, թե հետագայում նաև ուսումնարանում, կոնսերվատորիայում մեծ հզոր մանկավարժներ են ինձ դաս տվել եւ այդ առումով ես միշտ ասում եմ, ես շատ երեսարած տղա եմ եղել։ Իսկ ինչ եք հիշում դպրոցական տարիներից, որը մինչ օրս երբեք չեք մոռանալ։ Շատ բաներ, ասեմ, որ ես միշտ ակտիվ եմ եղել դպրոցում եւ ինձ մոտ ոչ միայն երաժշտությունն էր լավ ստացվում, նաեւ շատ լավ ստացվում էին լեզուները, շատ բավականին, ու ստացվում էր քիմիան, կենսաբանությունը եւ ֆիզիկա։ Այդ առիթով իմ հայրիկը ուզում էր, որ ես բժիշկ դառնամ։ Այո։ Դե լեզուներ, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, բայց դե ես ընտրեցի այն, ինչ որ ընտրեցի։ Ոչ թե նրա համար, որ ես հակառակ ուզեցա գնայի իմ հայրիկին, չէ, ուղղակի ես դա էի սիրում։ Դա մեկ, երկրորդ շատ ակտիվ էի դպրոցում, թատերական խմբակ լիներ, դա լիներ երաժշտական խմբակ, բոլոր տեսակի մասսայական մշակութային միջոցառումներին ես միշտ ներկա էի, միշտ կամ երգում էի, կամ նվագում էի, կամ արտասանում էի, բացի դրանից նաև ունեի շատ հետաքրքիր, այսպես ասած, ֆակտուրա, որի պատճառով ես մեր խորհրդային շրջանի, մեր մասիվները կոչվում էին այն ժամանակ խորհրդային շրջան։ Խորհրդային շրջանի պիոներիայի դրոշակակիրն էի։ Եվ բոլոր մեծ միջոցառումների ժամանակ եւ քաղաքային եւ հանրապետական դրոշակը խորհրդային շրջանի ես էի տանում դիմացից։ Քայլելով, ապարտ քայլելով ես տանում էի դրոշակը եւ դրոշակի վրա գրված էր խորհրդային շրջան։ Այո։ Եվ գիտեք, ես հպարտ եմ, որ ինձ ընձեռնվել է նման հնարավորություն, որ կարողանամ այդ դրոշակը տանել եւ հիմա էլ փորձում եմ իմ ասպարեզում դրոշակը ներքև չդնել։ Իդի խնդրեմ միան աջիկնախ կան շարունակել ավելի հանգիստ այսպես յետև նստիկ, որովհետեւ մենք ցեզի հստակորեն տեսնենք շատ շնորհակալ եմ։ Ուրեմն դուք միշտ ուշադրությունը կրավել էիք ուսուցիչների դնորենի, որովհետեւ ինչպես թե ասեցիք, երգում էիք, թաշնամուր նվագում էիք, կամ դարբեր եթե կորձիկ նվագում էիք, ուրեմն միշտ ծեր շուրջինների ուշադրությունը կրավել էիք, ծեր դաղանթով, աստվածադուր դաղանթով ասենք։ Այո, եւ գիտեք, երբ 4-րդ դասարանից սկսած ես սկսեցի արդեն ստեղծագործել, իմ շատ դասատուներ ընդունեցին դա այնպես ինչպես որ կա, այսինքն բնական է, եթե այդ երեխան այսպես աճում է, պիտի ինչ-որ միտեղից նաեւ սկսի այդ ուղղությամբ զբաղվել։ Ուղղակի ստեղ մի հետաքրքիր բան կար, կային ուսուցիչներ, ովքեր չէին հավատում դրան։ Ու ասում էին, դե լավ, դե երեխա է, էլի հիմա աշխատում ինքը իրեն համար ինչ-որ բաներ է գրում թղթի վրա, հնգագծի վրա, թող ինքը իր համար անի, միայն թե չխանգարի դասերին։ Դժբախտաբար շատ ուսուցիչներ կան, թե այդպես կվարվին եւ կհուսախաբեն աշակերտը, չմտածելով թե գրնա այդ աշակերտը ունենալ մի տաղանդ, որ աստվածադուր է, ինչպես որ դուք ունեցել եք, ձեր հայրը փափակել է, որովհետեւ դուք բժիշկ լինեք, այլ դուք
որոշել եք կամ ավելի զատել եք տարբեր ուղի, որ քիչի հետ կհանգրվանով եւ տեղեկությամբ պիտի խոսենք բոլոր թեմաներու շուրջ, բոլոր այս խոսակցությունը տեղեկությամբ է որ պիտի բացատրեք։ Բայց եզի պիտի վերադարձնեմ 7 տարեկան հասակից դուք սովորել եւ ավարտել եք Երևանի Հայկանուշ Դանիելյան անվան թիվ 9 երաժշտական դպրոցի Չութագի դասարանը։ Ով ընտրեց Չութագի կորձիկը դուք թե ծեր ծնողները, այսինքն ծեր ցանկությունները կամ իրեն ցանկություններ։ Շատ լավ, հիանալի հարց եք տալիս եւ երի նորից ինձ ձգեցիք մանկության հետաքրքիր Մենք բնավ չենք մեծանար, մայստրո, մենք միշտ փոքրիկ ենք։ Մենք չենք մեծանար, բնավ միշտ փոքրիկ ենք, միշտ մանուկ ենք։ Այո։ Մարդը պիտի հոգու խորքում չկորցնի այդ մանուկին։ Այո։ Գիտեք, շատ կարևոր է։ Գիտեք, ես ուզում էի դաշնամուր նվագել եւ դաշնամուրի բաժինն էի ընտրում։ Բայց այն ժամանակ դաշնամուրի բաժին շատ բարդ էր ընդունվել, ոչ թե նրա համար, որ տաղանդը չէր ներում, այլ ուղղակի ծանոթ, խնամի, բարեկամ եւ այլն այդ կարգի բաներով մարդիկ կարողանում էին, ասենք, իրենց երեխաներին դասավորել, հա, դաշնամուրի բաժին եւ ես այդ առիթով դուրս մնացի դաշնամուրի բաժնից։ Բայց հետո մեր տնօրենը հայրիկիս կանչեց, ասաց, ճիշտ է, դաշնամուրային բաժնում տեղ չկա, ես չեմ կարող այլևս վերցնել, բայց ես կուզեմ, որ ինքը թավջութակի գնա։ Թավջութակ նվագի, որովհետև մատները, հասակը, ամեն ինչը համապատասխանում է։ Եվ լավ լսողություն ունի, եւ ռիթմի շատ լավ զգացողություն ունի, կուզեմ, որ թավջութակի գնա, ինքն էլ թավջութակի մասնագետ էր, ասեց, ես էլ կվերցնեմ ինձ մոտ երեխային։ Հայրս չհամաձայնեց, ասաց, դե թավջութակը ախր դժվար գործիք է, բացի դրանից մեծ գործիք է, տար, բեր, անընդհատ հետդ եւ այլն, ասեց, դժվարություններ կան։ Իրոք ծանր է, էլի։ Մեր տնօրենը այդ ժամանակ այսպես մի քիչ նեղացած պապայից ասեց դե դեպքում թող ջութակի գնա։ Ու այդպես ես գնացի ջութակի, բայց գիտեք ջութակի գնալը ինձ շատ է օգնում մինչև հիմա։ Ինչ ծևի օգնում է։ Ասեմ, նախ նրբացնում է լսողությունը։ Երկրորդ ավելի ունակ է դարձնում ցանկացած երաժշտական նյութի ունկնդրությունը եւ մարսելը, հա, երաժշտական նյութի նստացնելու ուղեղում շատ արագ է կատարվում։ Բացի դրանից ջութակ նվագելով ես նաեւ հետագայում ինքնուս տիրապետեցի կիթառին։ Այնուհետև կոնտրաբասին։ Դա ինձ օգնեց, որպեսզի ես կարողանամ նաև դաշնամուրը որոշակի տիրապետել, այնուհետև զարգացնել, բացի դրանից նաև նվագում եմ ակորդեոն եւ մի քիչ էլ բլոկ ֆլեյտա։ Մի քիչ։ Դուք դերաբեդում եք բոլոր կորձիկներ, ես վստահ եմ արդեն ես դիտել եմ շատ մոդիցիոներ։ Շատ չէ, մի քանիսի։ Այդպեսով բավարարվին ուրեմն ասել։ Իսկ Չութագի դասընթացներու որքանով հետևել եք, քանի տարի սովորել եք։ 7 տարի, ներողություն 8 տարի դպրոցի 8-րդ դասարանը ավարտելուց հետո զուգահեռ ես ավարտեցի նաև երաժշտական դպրոցը 7-ամյակը, այնուհետև 1 տարի էլ կրկնեցի այդ ամբողջ դասընթացը, ինչ որ անցել էի, եւ գործերս տվեցի արդեն երաժշտական ուսումնարան։ Բայց բնականաբար ես չէի ուզում ջութակով շարունակել, որովհետև ես հասկանում էի, որ ես նախ արդեն ստեղծագործում էի, արդեն գրում էի այդ ժամանակ, 4-րդ դասարանից գրում էի։ Երկրորդ ես հասկացա, որ ես եթե անգամ ջութակահարել դառնամ, միևնույնն է, ես ինքս ինձանից գոհ չեմ լինել։ Ինչու այդպես։ Ավելի լավ Ինչու այդպես մտածում էիք։ Ջութակը շատ լավ գործիք է, ուղղակի իմ հիմնական գործիքը չէ։ Ես ավելի շատ նախընտրեցի դաշնամուրը, մնացած գործիքները եւ այլ եւ այլ։ Այո։
որ կարողանամ ինքն արտահայտումը անել ավելի մեծ հնարավորության գործիքներով։ Վստահ թե ովևէ մեկանց իր նախընտրած կորձիկն է որ պետք է նվագի, այսինքն դուք տաշնամուրը նախընտրել եք եւ գսեն թե տաշնամուրը այո, մանավանդ որ կոմպոզիտորի գործիք այո, եւ գասեն թե տաշնամուրը փանալին է, այսինքն երբ փանալին ունենք, թյուրին է տաշնամուրի միջոցով կարող ենք հասնել երաժշտության կամ ալտարբեր, ինչպես թե ասեցիք, եթե ունիկ ստեղծագործություններ։ Ես ցեզի ավելի հասուն դարիքի պիտի հասցնեմ 1988 թվականին դուք որոշել եք հաճախել Երևանի Գոմիդասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը։ Պիտի խնդրեի հաճիկ իմանան կոնկրետ ինչ սովորել եք եւ որու ղեկավարությամբ։ Այսպես ասեմ, գամ երաժշտական ուսումնարանից ես այնտեղ ուսանել եմ շատ հայտնի մի խմբավարի մոտ, ով Նիկոզիայից էր, ծագումով, Նուբար Կարապետի-Սնգրյան, շատ հայտնի մի մարդ, ով Արամ Տեր Հովհաննիսյանի հետ ղեկավարել էր, այսինքն հիմնել եւ ղեկավարել էր Հայաստանի կապելլան, որ այժմ ղեկավարում է մեր շատ սիրելի մայստրո Չեքիջյանը։ Եվ Պարոն Նուբար Սնգերյանի մոտ սովորելով 4 տարի ես հասկացա, որ այո, դիրիժորությունը դա այն է, ինչ որ ինձ պետք է հետագայի համար, այսինքն որպեսզի ես կարողանամ ավելի լուրջ զբաղվել կոմպոզիցիայով։ Իսկ 88-ին երբ ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիան որպես կոմպոզիտոր, ես ընդունվել եմ Էդվարդ Միրզոյանի դասարանը, այսինքն իմ վարպետը եղել է Էդվարդ Միրզոյանը։ Կոմպոզիտոր եւ երաժշտության ուսուցիչ։ Շատ, ինչ ասեմ, շատ երջանիկ եմ, որ բախտ է վիճակվել ինձ իր մոտ սովորել։ Ասեմ ավելին, մեկ անգամ եւս չեմ զլանում ասել, որ ինձ այնպիսի հրաշք մասնագետներ են ինձ դասեր տվել, այնպիսի մարդկանց մոտ եմ սովորել, որ այսօր եթե հնարավորություն լիներ, եթե իրենք լինեին եւ եթե հնարավորություն լիներ մեկ անգամ եւս սովորելու, ես էլի կգնայի իրենց մոտ սովորելու, որովհետեւ ես շատ բան եմ սովորել իրենցից եւ էլի կսովորեի, եւ էլի շատ բան ունեմ սովորել։ Միշտ ունենք սովորելիք մեր կյանքում, ովևէ մեկ տարիքի, ովևէ մեկ տարվա ունենք միշտ սովորելիք, որովհետև հիշեցիք դուք կոմպոզիտոր եւ երաժշտության ուսուցիչ պրոֆեսոր Էդվարդ Միրզոյան, որ այսօր շատ լավ անուն ցկել է եւ դժբախտաբար ինքը մահացել է 2012 թվականին Երևանում 91 տարեկանին։ Արդյոք խորհուրդներ տվել է ցեզ։ Շատ, իր ամեն մի դասը, դա, ինչ ասեմ, դա մի ամբողջ հանրագիտարան էր, ամեն մի դասը, և բնականաբար այդ 5 տարվա ընթացքում երևի ես, մասնագիտական առարկան շաբաթվա մեջ 2 օր էր, ես երևի 5 տարվա ընթացքում 3 թե 4 անգամ եմ բացակայել, այն էլ հիվանդության պատճառով։ Ես շատ այսպես ազնիվ ձևով բոլոր դասերին ներկա էի, որովհետև դա ինձ համար հսկայական դպրոց էր։ Ոչ միայն իր դասերին, ես նաև մնացած դասերին էի շատ ակտիվ մասնակցում ու բացի դրանից նաև հետագայում, երբ որ զուգահեռ սկսեցի անցնել նաև դիրիժորություն, Յուրգի Դավթյանի դասարանում, այդ ժամանակ էլ նույն ձևով 2 դասեր իր մոտ է բացակայել, ընդամենը 2 դաս։ Որովհետև աշխատասեր եւ սիրել էիք դուք այդ ճյուղը, բայց ինչպիսի խորհուրդներ պրոֆեսոր Միրզոյանը ցեզ տվել է եւ դուք կորցատրել եք, մինչեւ այսօր ձեր հիշողության մեջ տպավորվել եք այդ խորհուրդներով եւ միշտ կորցատրել եք իր խորհուրդները, իր խոսքերը։ Ասեմ, այս րոպեին իհարկե շատ բան չեմ հիշի, բայց կասեմ մի քանիսը, առաջին հերթին, ինքդ քեզ հետ անկեղծ եղիր։ Եվ դա իր արդյունքը կգտնի քո ստեղծածի մեջ։
գնահատականը կգտնի քո ստեղծածի մեջ։ Հետևիր մեղեդի ստեղծիր, որպեսզի մարդկանց հուզի, մարդկանց հետաքրքրի, մարդկանց ներաշխարի վրա ազդի։ Ոչ թե ուղակի ժամանակակից հովերով տարվիր, այո, դա կարևոր է, ժամանակակից տենդենսները ուսումնասիրել, ժամանակակից խնդիրները ուսումնասիրել, երաժշտության մասին է խոսքը։ Բայց հետևողական եղիր մեղեդում, չէ՞ որ Կոմիտասի ժամանակ էլ կային ժամանակակից տենդենսներ, կային ժամանակակից կոմպոզիտորներ, որոնք գրում էին բավականին լուրջ, այսպես ասած, խրթին երաժշտություն, բայց ինքը մնաց հարազատ մեղեդու, հայկական մեղեդու, դա շատ կարևոր է։ Նույնը Խաչատրյանը, նույնը Բաբաջանյանը, նույնը Էդվարդ Միրզոյանը, նույնը Ղազարով Սարյանը, նույնը Ալեքսանդր Հարությունյանը, նույնը շատ-շատերը, Արամ Սաթյանը, բոլորը ովքեր մեղեդիաստեղծ են, հա, դա շատ կարևոր է, հային շատ բնորոշ է դա։ Ճիշտ է, հայը շատ լավ գիտի ժամանակակից երաժշտությունը, ինքը նաև փորձում է դրա մեջ ինտեգրվել, բայց այնուամենայնիվ մեղեդին առաջնային է, հարմոնիան առաջնային է։ Եվ յուրաքանչյուր ուսուցիչի խորհուրդը շատ կարևոր էր ցեզ համար, որովհետև իբր աշակերտ կարող էիք դուք իրենց փորձառութենեն սորվիլ եւ իրենց խորհուրդները ճիշտ եղին է, որ կորցածրելով գրնավոյ է մեկանց առաջ դիմել։ Այո, բացի դրանից երկու խորհուրդ էլ տվեց, մի քանի խորհուրդներ տվեց, որից երկուսն եմ այս վայրկյանին հիշում։ Ինքը ասում էր, երբ դու ինչ-որ բան ես ստեղծում, նոտագրիր այնքան, ինչքան որ այդ րոպեին վերևից քեզ տրվում է։ Այսինքն մի մոգոնիր, հա, արեստական թող դա չծնվի, դա թող վերևի թելադրանքով լինի, ոչինչ, թող 2 շաբաթ էլ ուշանա, թող 1 ամիս ուշանա, բայց թող, այսպես ասեմ, մի անգամ ընդամենը Էդվարդ Միրզոյանը օգտագործել բարձրյալ բառը, բայց դա լրիվ հերիք էր, որպեսզի ես հասկանամ, որ ինքը ինչ նկատի ուներ եւ ում նկատի ուներ։ Ու հետո երբ Սանկտ Պետերբուրգում ապրելու տարիներին, երբ ես սկսեցի ծառայել հայկական առաքելական եկեղեցում, ներողություն ընդդատելու համար քիչ հետ կխոսենք այս նյութի շուրջ նախմանք այս, որովհետեւ ունիմ հարցնելիքներ Սենթ Պիտերսբուրգի մեջ ապրելով ձեռքը հասկացա։ Այո, անպայման քիչ հետ դեղեցությամբ է, որ պիտի խոսենք այս նյութի շուրջ, բայց որովհետև դուք ըստիք թե զուգահեռ սովորել եք նաև օպերային սիմֆոնիկ դիրիժորություն, հաճիկ եթե կարող եք մեզ բացատրել, թե ինչ է օպերային սիմֆոնիկ դիրիժորությունը, ինչ է իմաստը եւ ինչպես կգործադրվի։ Օպերային սիմֆոնիկ դիրիժորությունը արդեն ինքը իրենով իր մեջ ներառում է եւ խմբավարություն, եւ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորություն, որը նաեւ իր մեջ ներառում է օպերաներ ղեկավարելու դիրիժորական արվեստը, այսինքն նույն օպերային սիմֆոնիկ դիրիժորը կարող է եւ երգչախումբ ղեկավարել, եւ սիմֆոնիաներ եւ օրատորիաներ ղեկավարել, եւ օպերաներ ղեկավարել, որպես դիրիժոր, որպես ես չեմ ուզում ասել խմբավար, որովհետեւ հայոց լեզուն այնքան հարուստ լեզու է, որ ինքը ունի 2 տերմին՝ դիրիժոր եւ խմբավար։ Խմբավարը որպես երգչախմբի վարող երգչախմբի դիրիժոր, իսկ դիրիժորը արդեն ավելի մեծ խմբի համար, սիմֆոնիկ, օպերային եւ այլն։ Իր մեջ օպերային սիմֆոնիկ դիրիժորությունը համարյա ամեն ինչ ներառում է, կապված դիրիժորության հետ։ Մեծ որ ասեք, այսինքն ներողություն, մեծ թիվով, մեծ որ ասեցիք, մեծ թիվով գխոսենք, թիվը մեծ է։ Այո, խոսքը գնում է մոտավորապես, այսպես ասեմ, 65-ից 70 հոգանոց նվագախմբի,
մի 50-ից 60 հոգանոց երգչախմբի եւ մենակատարների, որոնք կարող են լինել 5-ից մինչեւ ասենք 20, 25, 30-ը, այսպես որ ավելի թյուրին է վստահ, որքան այնքան մարդ, այնքան դժվար եւ ծանր բարդականությունն է։ Մայստրո Վահե Հայրապետյան ուսանողական տարիներից ունեցել եք աշխատանքային գործունեություն 1984 թվականին ստեղծել եւ ղեկավարել եք ձեր առաջին խումբը վոկալ գործիքային անսամբլ խումբը ստեղծել է յետք արդյոք դուք ունեցել եք ելույթներ եւ եթե այո որտեղ Էլի նորից ինձ գցեցիք պատանեկության գիրկը։ Սկիզբը միշտ այդպես է հարցազրույցի։ Սիրեմ, դա ուսումնարանում սովորելու տարիներին էր Կանազի մշակույթի պալատում ես ստեղծեցի վոկալ գործիքային անսամբլ, որտեղ նաև մեր կուրսի աղջիկներն էին երգում։ Վոկալ գործիքային, չէ՞, անսամբլ։ Մեկ ունեցել ենք ընդամենը 2 մենահամերգ, բավականին լուրջ երգացանք էր, բայց ունեցանք ընդամենը 2 մենահամերգ, որովհետև ուղղակի ֆիզիկապես ժամանակը չէր ներում, որպեսզի կարողանայինք ավելի շատ զբաղվել, որովհետև դասերը արդեն շատ էին, առարկաները շատ էին։ Դրա համար մենք այսպես հավաքվեցինք, 2 մենահամերգ տվեցինք ու անցանք դասերին նորից էլի։ Վստահ, որովհետև պետք է ուսանել, պետք է դասերը շարունակել, ապա երաժշտությունը ունի իր ժամանակը։ Ուրեմն միայն դասերու դպրոցի կամ ուսանելու պատճառով համերգներու թիվը մնաց 2 միայն։ Այ, միայն։ Որովհետև ոչ միայն ես էի զբաղված, մնացած տղաներն էլ եւ աղջիկներն էին զբաղված։ Վստահ, բոլորն արտադրոցական։ Այո, ես չէի կարող իրենց կտրել դասերից, ասել, գիտեք ինչ, եկեք փորձերի, որովհետև ես էլ չէի կարող ոչ քննություն հանձնել, ոչ մնացած բաները, եւ դա կվնասեր ոչ միայն ինձ, նաեւ մնացածներին էլ։ Այո։ Իսկ ես Չէ ուզենա իմ ընկերներին վատ դրության մեջ դնել։ Վստահ, այդ մեգա անկասկած։ Մեր այսօրվա հետևողները ուղարկած են շատ ողջունի խոսքեր եւ նամակներ նախքան շարունակելը մեր զրույցը եւ երկով մտածար առնելը լսենք ավելի շիդակ գարտամ որբեսի դուք լսեք թե ինչ կրած են բոլորը անավակյան գսե 1000 բարի եկած է մեր հարկելի մայստրոն Բարի եկարի խոսքերը միան պիտի չի գարտամ հարկելիներս կներեք, որովհետև գիտեմ թե բոլոր դալ գողջունեք, հարկելի մայստրո Վահե Հայրապետյան ուրախ ենք տեսնելուց Ստեյսի հայտակրին կրած է, ապա շնորհակալություն Ստեյսի, խնդրեմ հյուրընկալելու մայստրո Վահե Հայրապետյանը, որ նոր կճանչնանք իրեն, խնդրեմ մեծ անուն է ինք, ապա այնքան ուրախ պետք է կրե սրախ կրած է սխալ այնքան ուրախ եմ դեսնելու բարոն Վահե Հայրապետյանին լավ իմանալու համար իր մասին եւ չհասկացա այս մեկը լավ ակյան եթե լավ ակյան ունի հավանաբար դարերու մի սխալ տպածեն եթե կարելի է Լուսին դարձյալ քրել նամակը, որբեսի շիդակցևով գարտամ։ Բարի եկած է ուրախ շամանց մայստրո Վահե Հայրապետյանի հետ, շնորհակալություն Ստեյսի հյուրընկալելու համար, որ մեզ շատ լավ գծանոթացնես մայստրոյին։ Խնդրեմ, կհիշեցնեմ դպրոցական օրերը նախ։ Վանացորից ողջունում ենք Կրածեց Սովինար Սամվելյան, ձեզ սիրելի Ստեյսի ջան եւ ողջունում ենք նաեւ ձեր հյուրին կոմպոզիտոր Վահե Հայրապետյանին։ Ուրեմն ողջուններ բոլոր մեր հայ քույրերուն, եղբայրներուն, որ այսօր հետևում են բոլոր քաղաքներեն։ Ինչպես նաև անշուշտ, ինչպես նաև Փարիկալուստ հարկելի բարոն Վահե Հայրապետյան ձեր վարձ կկատար հրաշալի ստեղծագործություններ ունիք,
Հազար բարի եկած է եւ բարի վայելում բարևներ համասպյուր հայության սարած կոմենտով չգիտեմ ինչու սարած է իր կոմենտի երմը բարի երեկո մեր հարգելի կոմպոզիտոր մայստրո Վահե Հայրապետյանին բարի երեկո բարի գեսոր մեր կովեն անշուշտ որովհետեւ մեր մոտ արդեն ժամը 1 գեսորվա 1:40 վայրկյանների սկանչելի բարերով կպատասխանե մայստրո Վահե Հայրապետյանը Ուրիշ որ մեկը կարդամ շատ են կներեք եթե բոլորը չկարդամ Անահիտ Հովակիմյանը գերգրորթեսելով թե ուր հայկա հոն գլա Հայաստան ճիշտ է ապա շատ հետաքրքրական մանրամասնություն է մեր շատ սիրելի մայստրո Վահե Հայրապետյանի ցանկի մասին բրավո կրածեք քնարի Կավետիկյան Չարքյան իմ հորաքույրս է Կախնիկը տանք ուրեմն ապա Բարևներիք ողջուներս բոլորին Մի քանի նամակներ եւս ապա երկով մենք դատարկ դառնենք որովհետեւ շարունակենք որ հաջորդը ծեր ստեղծագործություններ է քաղաք Երևան խորակրով եւ դուք մեկնաբանացեք եթե սխալ չեմ այդպես է Քաղաք Երևան երեխաների կատարման պիտի հնչի Ուրեմն սպասենք որ անագնգալը ինչ է յետքը կրածեն ընկեր Վահես Հայկ Խաչատրյանը եւ բարի եկերեք հարգելի մայստրո Վահե Հայրապետյան ուրախ ենք որ գծանոթանանք նոր մայստրոյիմը վարսկերնիտ կատար եւ շնորհակալություն հյուրընկալելու համար խնդրեմ բոլորն ալ գողջունեն ցեզ եւ ուրախ են թե ես հյուրընկալած եմ ցեզի Շատ շնորհակալ եմ Առաջին հերթին մեկ անգամ եւս ձեզ եւ բոլոր այն ռադիո լսողներին ու կնդիրներին, ակնդիրներին, ովքեր եւ լսում են եւ արձագանքում են եւ ողջունում են, շնորհակալ եմ առողջ եղեք, երջանիկ եղեք եւ մեզ հետ եղեք։ Երբ առողջ ենք, ուրեմն մենք ունենք մի կանց, որովհետև առողջությունը ովևէ մեկ մարդու կանցն է, ուրեմն մենք պետք է միշտ առողջ լինենք, ուրախ լինենք, որովհետեւ առողջ մնանք։ Այո։ Լավ, լսենք երկմը, թաթարմը, ապա կվերադառնանք։ Շատ։ Ժողովուրդ ջան, լավ ընտրեցեք, լավ լսեցեք։ Քաղաք Երևան, վար ու լուսավոր, անցյալիդ փառքով, ներկայից սիրով, տեսել ես ուրախ, կենսախիտ մանուկ, և ճամփորդ ապշած, տեսիլքով քոնուր, Հարգիշտին հիմնեց իր երևուրի և տևեց իր բար հայոց լեռների իր բարորություն միայնյա երկրի իր տապալումն թշնամիների Արարատի հայացքով ու նայիրյան արևով մեր սրտերն ես ջերմացրել Մեզանուշ սիրով լեցրել Արարատի հայացքով ու նայիրյան արևով Մեր սրտերն ես ջերմացրել Մեզանուշ սիրով լեցրել Մեր բասկի ուժով վեր ես խոյացել պատմության փոշով Դենքը թարմացրել հներից հինում նորերից ջահել Քաղաք իմ սիրուն, հայս մեզ պահել Արարատի հայացքով ու նայիրյան արևով Մեր սրտերն ես ջերմացրել, մեզանուշ սիրով լեցրել Արարատի հայացքով ու նայիրյան արևով Մեր սրտերն ես ջերմացրել, մեզանուշ սիրով լցրել Մեր սրտերն ես ջերմացրել,
մեզանուր սիրով լցրել մեր սրտերն ես ջերմացրել մեզանուր սիրով լցրել Այս ինչ հրաշալի կատարում, որովհետև դուք հավանաբար կարծել էիք, թե պիտի լսենք այլ դարբեր խմբի ձայնով, ուրեմն սկանչելի կատարում է իսկապես շնորհակալ ենք, թե միշտ այսպես մեզի կորախացնեք ձեր ստեղծագործություններով, ձեր ձայնով, Տաշնամուրի ինտերակցիությամբ, շատ շնորհակալ ենք մայստրո Վահե Հայրապետյան։ Շատ շնորհակալություն, ասեմ, որ այս բանաստեղծությունը գրել է մեր երիտասարդ շատ մեծ խոստումնալից հոգևորական Աքսել Բաղումյանը, ով ծառայում է Կոտայքի մեծ եկեղեցում, Կոտայքի շրջանի Աբովյան քաղաքի մեծ եկեղեցում է ծառայում եւ ինքը չէր սպասում, որ կարող է պատահի, ասենք, շատ արագ, բավականին փոքր ժամկետում ինչ-որ բան ծնվի, հա, ու երբ որ առաջի անգամ եկավ լսեց, սա իմ 50-ամյակի համերգից է հատվածը, ու որ դուրս եկանք, ասեց, լսի, ամենամեծ անակնկալը ինձ համար այն էր, որ ես չէի սպասում, որ կարողա այդ երգը հնչի բեմից, դե ստացվել է։ Եվ շատ գեղեցիկ անակնկալն է, երբ ասեցիք, թե փոքր ժամանակի ստեղծվել է երգը, ովևէ մի գործ երաժշտություն կամ երգ այլ տարբեր, երբ փոքր ժամանակի մեջ ստեղծվել է, այդպես կարծեք, թե լավ արձագանք է ցկում, որովհետև արագ կամ ասենք կարճ միջոցով է ստեղծվել, ուրեմն մեր սկացումը, մեր չանքը ըրացենք, որպեսզի հաջողցնենք այդ գործը եւ միշտ լավ արձագանք է ցկում։ Շատ հետաքրքիր բան էլի հիշեցրեցիք ինձ, Վաչե անունով մի շատ լավ ընկեր ունեմ, ու 8-րդ դասարանում, երբ ես գրեցի Դևի Մարգար Ղարաբեկյանի խոսքերով մի շատ սիրուն երգ, որը կոչվում է Երկնային ճանապարհներ, ինքը մի շատ լավ բան ասեց, ինձ շատ էր սիրում այդ երգը ինքը, բոլոր միջոցառումների ժամանակ վերջում մոտենում էր, ասում էր, լսի մի հատ այն ճանապարհները երգի էլի, շատ լավն է, ու ասում էր երկնային ճանապարհներում դևերի հետ միշտ լավ հարաբերություններ ունենաս։ Այսպես լավ է, ուրեմն ես կարող եմ ձեզ հիշեցնել շատ լավ դեպքեր, ուրախ դեպքեր, որ պատահել են ձեր կյանքում։ Լավ մայստրո Վահե Հայրապետյան, ունեցել եք բազմաթիվ եւ բազմազան աշխատանքային գործունեություններ, որպես բասգիտարահար, ինչպես ասեցիք, ելույթներ եք ունեցել, ապա դասական երաժշտության խմբակիր Հայաստանի ազգային ռադիոյում, նաև երաժիշտ դաշնագահար, ղեկավար, երգչախումբի գեղարվեստական ղեկավար։ Այս բոլոր ստեղծագործություններից որն է ձեզ համար ամենասիրելին կամ ամենասիրելի աշխատանքը։ Գիտեք, որպես ստեղծագործություն ամենասիրելի աշխատանքը այն է, ինչը որտեղ չի ծնվել։ Ինձ համար, որովհետև բոլորն է սիրելի են, բոլորն է իմ երեխաների նման, հա, այսպես ասեմ, երեխաներն են դրանք, ստեղծագործողի համար ինչ ցանկացած ստեղծագործություն դա երեխայի է նման եւ չի կարող, ասենք, հայրիկը ինչ որ մեկին սիրել, մյուսին չսիրել, չէ։ Այո, միշտ այդպես է։ Բոլորն սիրում են։ Իսկ աշխատանքի հետ կապված, գիտեք, այն ինչ տալիս է արդյունք, այնինչ տալիս է այն արդյունքը, որով դու կարողանում ես որոշակի ինքնարտահայտվել, որոշակի կարողանում ես մարդկանց կտրել հոգսերից, մարդկանց դա կլինի երգչախմբի հետ պարապմունք, թե դա կլինի դաշնամուրային ստեղծագործություն, դա կլինի ինչ-որ ուրիշ բան կամ կոնտրաբասով կամ բաս գիտարով ինչ-որ բան նվագել, էական չի, երբ դու
ունկնդրին կամ այլ հակնդրի հայացքի մեջ դու տեսնում ես ադրենալին, որը շատ կարևոր է։ Ինչ որտեղ բավարարված ես զգում եւ հասկանում ես, որ ես իզուր չեմ արել սա, իզուր չեմ ապրել այս տարիները։ Դա շատ կարևոր է։ Այո։ Ինձ համար ամեն դեպս։ Ճիշտ է, թե երեխաների դարբերություն չկա, բայց միշտ կա այսպես ոչ ամենասիրելին կամ նախընտրածը ասենք, ծեր նախընտրած ավելի կորձը կամ ստեղծագործությունը որ մեկը եղել էր շատ կփապակի իմանալ ցեզ մե։ Գիտեք, երևի թերևս այսպես ասեմ, իմ առաջին օպերան դա 2000 թվականի վերջին երբ ավարտեցի ըստ արձակագիր Վահե Պողոսյանի կոչվում է Ցայգալույս իր թատերագրության վրա դա մեր թվարկության առաջին դարի դեպքերն են, երբ Բարթոլոմեոս եւ Թադեոս Առաքյալները առաջին անգամ եկան Հայաստան քրիստոնեություն տարածելու։ Դրա մասին է։ Աբգար 5-րդ թագավոր, Եդեսիա եւ այլ այդ ամբողջ մեծ հսկայական ժամանակահատվածը եւ այդ եմ ես շատ սիրում այդ ստեղծագործությունը եւ իհարկե ըստ Նաիրի Զարյանի համանուն թատերագրության Արա Գեղեցիկ եւ Շամիրան, որը դեռ անավարտ է աշխատում է։ Այո։ Էլի օպերա է, ես մի քիչ ավելի լայն ժանրերի կողմնակից եմ, մեծ խոշոր։ Սիմֆոնիա, օպերետ, մյուզիկալ։ Միշտ այդպես եղել է կամ ժամանակի ընթացքում եւ փորձառությամբ է որ ծեր նախընտրությունը այլ մի տարբեր եղել է։ Միգուցե, հետո իմ ստացած ակադեմիական լուրջ կրթությունը նաև նպաստում է դրան, որպեսզի ես ավելի շատ փորձեմ այսպես ոչ թե ժամանակ հատկացնել, ժամանակը դժբախտաբար չի հերիքում, ուղղակի ավելի ուրիշ աչքով նայել այդ ժանրին։ Այո։ Հիմա էլ ասենք, եթե երեխաների հետ ես աշխատում եմ, ուշք ու միտքս անընդհատ երեխաներին նոր մյուզիկալ տալն է, նոր երաժշտական ներկայացում տալն է, խոշոր, որքան հնարավոր է, որովհետև խոշորի մեջ երեխաների աճնել է մեծ տեմպերով եւ խոշոր քայլերով գնում։ Այո։ Վստահ եմ թե շատ լավ բաներ է սովորել երեխաները ցեզ մե, որովհետև անկասկած ցեզի պես մայստրոմը որ լավ ցևով երեխաների հետ բարվելով, իրենց լավ սովորեցնելով, իրենք ալկոհ պիտի մնան եւ վստահ եմ ինչպես որ այսօրվա հաղորդաշարի հետևողներն շատ կողեն եւ թեր կտեսնեմ նամակներ, որ քիչ հետ երկու կարևոր նամակներ կա ցեզի պետք է անպայման գարտամ։ Այժմ պիտի խնդրեմ ցեզ մե հաճիկ հաղորդեք մեզի ծեր ունեցած փորձառության մասին Սանկտ Պետերբուրգում, որ աշխատել եք հայ արաքելական եկեղեցվում։ Քանի դար եք ապրել Սանկտ Պետերբուրգում, այսինքն Սենթ Փիթերսբուրգ, եւ արդյոք ունեցել եք այլ նախագծեր կամ աշխատանքներ։ Սիրում, Սանկտ Պետերբուրգ ընտանիքով տեղափոխվել եւ այնտեղ աշխատել եւ ապրել եմ 4 տարի։ 4 տարվա ընթացքում երևի 6-րդ ամսից տեղափոխվելու 6-րդ ամսից ես այսպես կոչված ձեռնադրվեցի մեր հայկական առաքելական եկեղեցում որպես երգչախմբի խմբավար, ճիշտ է երգչախումբ որպես այդպիսին շատ փոքրաթիվ մարդիկ էին, որովհետև դե չկային կամ ովքեր էլ որ կային ոչ այնքան հաճույքով էին գալիս, որովհետև դե վճարում չկար, գալիս էին միայն սիրով եւ այլն, բայց ես այն ժամանակվա մեր այժմ իհարկե Ռուսաստանի ամբողջ հայկական թեմի առաջնորդն է Եզրասրբազանը, այն ժամանակ ինքը աբեղա էր։ Եվ ես հայ սուրբից խնդրեցի ասցի, եթե
կուզենաս, որ լավ երգչախումբ ունենանք, գոնե սիմվոլիկ ինչ-որ գումար պիտի տրամադրեց, որ ես կարողանամ աշխատել մարդկանց հետ։ Եվ ես հրավիրեցի Սանկտ Պետերբուրգի կապելլայից, հա, պետական մեծ հսկայական երգչախմբից հրավիրեցի ռուս երգիչների, ոչ միայն հայ երգիչների, նաև ռուս երգիչների, այսինքն համախմբեցի, համալրեցի եւ հզորացրեցի երգչախումբը ոչ միայն հայ երգիչ-երգչուհիներով, նաև տեղի կոնտինգենտով, եւ պատկերացրեք որքան մեծ էր ռուս երգիչների զարմանք, երբ որ իրենք առաջին անգամ սկսեցին առնչվել հայ հոգևոր երաժշտության հետ։ Իրենք չէին պատկերացնում, թե դա ինչ գանձարան է։ Իրենք չէին հասկանում, թե դա ինչ է։ Ուղղակի այսպես առաջին անգամ, որ սկսեցի նոտաները ընթերցել եւ սկսեցի հետները պարապել, իրենք այսպես astonished, հա, այսպես կարելի է ասել, հա, այսպես շվարած մնացել են, ասում են, ախր սա աստվածային է։ Այսինքն իրենց համար դա նորություն էր, իրենց համար դա ինչ-որ գյուտ էր։ Ու այդ գյուտը բավականին իհարկե շատ մեծ աշխատանք արվեց նրանց հետ, որպեսզի իրենք կարողանան մեր բաղաձայները հնչեցնել, Այո, որ իրենք չունեն այդ մեկը։ Եվ այլ, որովհետև դե ռուսերենում չկան այդ բաղաձայները։ Բնականաբար իրենց մոտ դժվար է ստացվում, բայց ես լատինատար էի գրում այդ ամբողջը։ Լատինատար գրում էի, որպեսզի իրենք կարողանան ու շատ երկար աշխատանքից հետո վերջապես ես կարողացա հասնել դրան։ Շատ հետաքրքիր էր, երբ առաջին անգամ, որ պիտի պատարակի, Սրբո պատարակի ժամանակ իրենք դուրս գային երգեին, արդեն երգչախումբը կանգնած է, խորանի աջ կողմում պիտի ես դուրս գամ, ես շապիկ էի հագնում, բնականաբար, գեղեցիկ ասեղնագործված եւ այլն, երբ որ դուրս եկա, Հայսուրբը մոտեցավ ինձ, արդեն որ պիտի գայի երգչախմբի մոտ, եկավ մոտեցավ, ասեց, դու համոզված ես, որ մենք կկարողանանք անել դա։ Այսինքն կասկածով էր Սրբազան հայրը։ Սրբազան հայրը եզրասրբազանն էր, որ այն ժամանակ աբերն էր, հիմա arczepiskopos է։ Ասի այսօր ասի, ես ավելի քան համոզված եմ եւ ամեն ջան գործադրել եմ, որպեսզի երգչախումբը պատշաճ կերպով կարողանա հանդես գալ Սրբո պատարակին։ Եվ փառք ու պատիվ բոլոր երգիչներին, այդ օրը փառահեղ ուղղակի պատարակ եղավ։ Վերջում ինքը դուրս եկավ, երբ որ արդեն պատարակը ավարտվեց, դուրս եկավ, ասեց ես իրենց օրվա վճարը 2 անգամ կշատացնեմ։ Սկանչելի։ Ասի շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք այդպիսի բան անեք, որովհետև ոչ միայն հոգևոր մարդը նաև աշխատանք է թափում, ջանք է թափում, գալիս է գնում է, պետք է ինչ-որ ձևով նաև վարձատրվի այդ ամեն ինչի համար։ Իսկ ով էր որոշել Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելը եւ երգչախումբի կամ ասենք ավելի անինչ որ բացատրեցիք եկեղեցու երգչախումբի հետ աշխատելը։ Երևի պապիկը վերևից։ Միշտ Աստծո ուժն է, միշտ մեր դիրոջ ուժը։ Որովհետև այդպես է ստացվել, ընտանիքով տեղափոխվեցինք, այդ կես տարի ես աշխատում էի որպես սևագործ բանվոր, ես դրանից չեմ ամաչում, ես ընտանիք էի պահում եւ պետք էր աշխատել, քանի որ ես խոշոր դրամ չէի տարել հետս, որպեսզի կարողանայի այնտեղ բիզնես դնել եւ այլն, հետո սկսեցի հաճախել նաեւ հայկական առաքելական եկեղեցու պատարակին։ Ես հասկացա, որ շատ այսպես մատների արանքով են բոլորը նայում, երգիչները մատների արանքով են նայում, հետո մոտեցա Հայսուրբին, ասի ես այս մարդն եմ, ուզեմ օգտակար լինել մեր եկեղեցում։ Այո։
Ասաց իսկ ինչով օգտակար լինես, ասի հնարավորություն տվեք ինձ երգչախումբը ընդլայնել։ Բացի դրանից, բացի մեծերի երգչախմբից, այնտեղ ես հիմնեցի նաև հայեցի ձայներ մանկական երգչախումբը։ Իմիջայլոց ասեմ, հայեցի ձայներ մանկական երգչախումբը կազմված էր ոչ միայն երկու կողմի հայ երեխաներից, նաև միակողմանի հայ երեխաներից։ Ում պապան էր հայ, ում մաման էր հայ, բայց գալիս էին Կիրակնորյա դպրոց, ես էլ օգտվելով առիթից կազմավորեցի մանկական երգչախումբ եւ որոշ ժամանակ հետո խորանի աջ կողմում կանգնած էին մեծերի երգչախումբը, ձախ կողմում մանուկները եւ այսպես փոխնեփոխ պատարակիչ քահանայի աղոթքներին եւ սաղմոսներին պատասխանում էին եւ մեծերը եւ փոքրերը։ Մանկական երգչախումբը ոչ միայն մասնակցում էր Սրբո պատարակի այդ կարևոր միջոցառմանը, նաեւ ինքը տալիս էր աշխարհիկ համերգներ։ 5 աշխարհիկ համերգներ ենք տվել, որոնց մեջ գերակշիռ տեղը հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն էին։ Մանուկներուն բարակային մանուկներն էլ հայ եւ ռուսեր էին կամ միայն կխոսենք 50 տարիքի մարդոց որ գային հայեր եւ ռուս երգիչներ։ Մանուկների մոտ եւ կային երկու կողմի հայ մանուկներ, երկու կողմից հայ եւ կային խառնուրդներ։ Այո։ Մաման հայ էր, պապան հայ էր, կամ մաման ուկրաինացի էր, պապան հայ էր, կամ ասենք մոլդովացի երկու քույրիկներ կային, կիսա մոլդովացիներ էին, կեսը հայ էր, կեսը մոլդովացի էր, տարբեր ազգերի։ Իսկ ինչու երգաղափարը մայստրո որբեսի հայ եւ ռուս երգիչներ լինեին այդ երգչախումբում, ինչու ոչ միայն հայ, այլ ռուսերալ։ Առաջին հերթին ամրացնելու երգչախմբի հնչողությունը, առաջին հերթին, որովհետև այդքան թվով հայ մարդիկ ես չէի ճարի։ Ուղղակի չէի ճարի, որովհետև չէին գալիս։ Հիմնականում բիզնեսմեններ էին այնտեղ, հիմնականում ասենք տարբեր մասնագիտությունների մարդիկ էին, ովքեր որ ասենք հա գալիս էին եկեղեցի, բայց չէին գալիս երգելու եւ չէին էլ գա երգելու։ Առաջին հերթին դա է։ Իսկ նաև դրան կպած գալիս է էլի շատ կարևոր բան պրոպագանդելու օտարազգիների մեջ հայ հոգևոր երաժշտություն, որպեսզի իրենք գնան, տեսնեն, լսեն, գնան իրենք էլ երգեն իրենց մոտ, որ հասկանան, որ հայ հոգևոր երաժշտությունը դա մի անտակ գանձարան է ուղղակի բոլորի համար, ամբողջ աշխարհի համար։ Անշուշտ, նամանավանդ որ դուք ծառայել եք եկեղեցվո մեջ, վստահ եմ թե այո, դուք որովհետև տաղանդավոր եք, որովհետև դուք ունեիք փապակը եւ ունիք աստվածադուր տաղանդը, բայց մեր դերն է թեր որոշած է թե դուք պետք է դեղափոխվիք ընտանյոք, որպեսզի այս ծառայությունը կատարեք, շատ լավ հասկանում եմ, որովհետև ես Բեյրութում ծառայել եմ Սուրբ Խաչ եկեղեցվո երգչախումբը 3 տարիներ շարունակ, այդպես որ այդքան ուրախություն կպատճառե ազոդամ մեջ ծառայությունը, որովհետև դերը ինքն է, գիտե թե մենք որքան սրդանց կծառայենք, ինք մեր գործերու փոխարեն ինք մեզի կրտնապատիկն է որ կղրկե։ Փառք Տիրոջ միշտ։ Դուք ինչ շատ միշտ եք հասկանում։ Շնորհակալ։ Դուք եք անցել այդ ճանապարհով։ Այո, շատ լավ հասկանում եմ ձեզ։ Նույն ճանապարհն։ Նախքան հաջորդ կարևոր թեմամը եւս կա որ խոսենք, լսենք երգը, ապա այս երգի շուրջ նույն մգա խոսելիք։ Շատ Quiero
Հրաշալի ստեղծագործություն լսեցինք Արևիկ անսամբլի ահա եւ մենք երկսույն երկի հեղինակն է մայստրո Վահե Հայրապետյանը կուզեի իմանալ ցեզմե մայստրո եթե սույն երկը թուք պատրաստել էիք 45-րդ ամյակի տոնական համերգի համար կամ նախորոք պատրաստված երկմն եւ իրենք փեմի վրա գենտանի հնչողությամբ մեկնաբանեցին Այս երկը շատ ավելի վաղուց էր գրված, շատ ավելի վաղուց, դա 15 թե 16 թվականին էր գրված եւ այսպես այն ժամանակվա արևիկներ էր երգում այս երկը միջադոց եւ ուղղակի 45-ամյա Հոբելյանի նվիրված համերգին Ես գտա, որ իսկ ինչու ոչ, այս երկը կարող է լինել, ահա եւ մենք վաղուց էինք սպասում, գիտենք, կարող է հնչել կենթանի չորությամբ, իսկ ինչու ոչ։ Շատ գեղեցիկ երգ է, նամանավանդ խանդավառված այդ փոքրիկները, որ երգեն ամեն մի փոքրիկ իր դարբերը սկացումով հրաշալի ստեղծագործություն է մայստրո շնորհակալություն, թե այսպես գեղեցիկ երգեր է, որ դուք միշտ պատրաստում եք։ 2019 թվականից հանդիսանում եք Հայաստանի Հանրային ռադիոյի Արևիկ մանկաբադանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար։ Խոսենք մի քիչ անսամբլի մասին, քանի անդամ կա Արևիկ անսամբլում եւ որ թվականին հիմնադրվել է։ Դա երկրորդ շրջանն է իմ ղեկավարման, առաջին շրջանը 2012-ից մինչև 17 թվականներն են։ 2012-ի 11-ի վերջին մի շատ հետաքրքիր բան եղավ հանրային ռադիոյի այն ժամանակվա գործադիր տնօրեն մեր շատ հարգելի պարոն Արմեն Ամիրյանը ինձ հրավիրեց իր մոտ եւ ասաց կուզես ղեկավարել Արևիկ անսամբլը Այո Ինձ մեծ պատասխանատվություն էր, որովհետև փոքր ժամանակից ես երազել էի այն ժամանակ, երբ փոքր էի նվագել կամ երգել անսամբլում, իսկ հիմա առաջարկում եմ ղեկավարել այդ անսամբլը։ Ես իրենից խնդրեցի մի 10 օր, որպեսզի մտածեմ, եւ ես ընդունեցի այդ առաջարկը։ 17 թվականի համարյա վերջերն էր, երբ առողջության պատճառով ես ստիպված լքեցի անսամբլը, հա, այսպես ասեմ։ Իշեմիկ հիվանդության հետ կապված ես թողեցի, որովհետև բժիշկները ինձ ասել էին, որ դու պիտի որոշ ժամանակ չաշխատես։ Ստենդավորումից հետո հետո 19 թվականից արդեն վերականգնվեցի որպես գեղարվեստական ղեկավար, նոր կազմ հավաքեցի, նոր մարդկանց հրավիրեցի, խոսքը մանկավարժների մասին է։ Եվ այսօր անսամբլում 25-27 հոգի երեխա են, շատ չեմ ուզում մեծացնեմ, մինչև 30 հոգի պիտի լինեն երեխաները, ոչ ավել, ասեմ ավելին, Արևիկում ուսուցումը բացարձական վճար է։ Այսինքն այստեղ մեր գերագույն խնդիրը տաղանդավոր երեխա գտնելն է եւ տաղանդավոր երեխային ճանապարհ ցույց տալն է, հա, այսպես կարելի է ասել։ Շատ չենք հետապնդում մանավանդ ֆինանսական, որովհետեւ ելի եմ ասում, մեզ համար կարևորը որակն է։ Անպայման։ Եվ 25 հոգի, 25-27 հոգի երեխաներ են, մինչև 30 հոգի կարող է լինել Արևիկը եւ դա լրիվ բավարար է նախ 3-4 ձայնով երգելու համար, երկրորդ Արևիկը ոչ միայն երգում է, նաեւ որոշակի ունեն բեմադրված որոշակի պարային լուծումներով համարներ, իրենք այնտեղ նաև ուսումնասիրում են սոլֆեջիո, այսինքն երաժշտական գրագիտություն, երաժշտական ոճաբանություն, որը կապված է իրենց երգերի հետ, իրենց բարերի հետ եւ այլն։ Թերևս այսքանը, եթե ինչ-որ բան բաց թողեցի, խնդրում եմ ուղղեք ինձ։
Երկու օր առաջ գեստարիա պատմություն ունեցող Արևիկ անսամբլը ելույթ է ունեցել Արնո Պապաչանյան համերգաստրահում ծեր ղեկավարությամբ մայստրո Վահե Հայրապետյան։ Հաջիկ կարող եք մի դեղեցություն փոխանցել մեզ ելույթի մասին, թե ինչպես անցավ մթնոլորտը, ինչպես էր, եթե տարբեր դեղեցություններ ունիք հաղորդելիք, մենք ալ սիրով կլսենք ձեզ։ Երկու օր առաջ ամփոփվեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների, ստեղծագործողների 12-րդ մրցույթը, որի գալա համերգն էր այդ օրը, եւ Արևիկը որպես հյուր այնտեղ ներկա էր իր երաժշտական համարով։ Հնչեց մի շատ հետաքրքիր ստեղծագործություն, որը անցած տարի էր գրվել, դա Ամոսահյանի Գարունատ հայերեն է գալիս բանաստեղծության վրա իմ երգն է։ Գիտեք, երեխաները ինչպես միշտ շատ լավ երգեցին, ես միշտ եւ գոհ եմ եւ դժգոհ եմ երեխաներից։ Գոհ եմ, որովհետև իմ երեխաներն են, այո, գոհ եմ, որովհետև իմ երեխաներն են, եւ դժգոհ եմ, որովհետև ես գիտեմ, որ իրենք ավելի լավ կարող են ելույթ ունենալ, միշտ։ Լավ, դուք ասեցիք, թե կարող են ավելի լավ ելույթ ունենալ, նախորոք փորձեր եք որ կանեք, փորձերով ամեն բան դասավորվելով է, ինչ պատճառ գտարնա, որովհետեւ դուք թշկող մնաք, այսինքն ինչ է թշկողեք, ինչու թշկողեք, ինչու ավելի լավը կսպասեիք, արդյոք անինչ որ սպասեցիք, ալավելի պագաս ոճով կամ պագաս ավելի դարբեր դրամատրությամբ է թե երկել էին Արևիկի մանուկները կամ փոքրերը։ Ամենևին, տրամադրությունը միշտ տեղն է իրենց եւ իրենք բավականին լավ տրամադրությամբ, ուղղակի այստեղ գիտեք ոնց է, մարդ եք, բոլորս էլ մարդ եք եւ լինում է, որ ասենք այսինչ խոսքը կարող է պատահի, ասենք ավելի հստակ ինտոնացիայով այդ օրը չի երգվեց, չնայած որ մենք շատ փորձ ենք արել, այսինքն դա էլ շատ սուբյեկտիվ կարծիք է, որովհետեւ ես միշտ ձգտում եմ ամենային ամենալավին, ամենաբարձրին, ամենակատարյալին եւ դրա համար որոշակի դժգոհություններ միշտ ունենում եմ եւ որը խթան է հանդիսանում, որպեսզի հետագայում ես աշխատեմ այդ ուղղությամբ, որովհետեւ եթե մարդը սկսում է ինքը իրենից բացարձակ գոհ լինել, դա տանում է դեպի փակուղի։ Ընդհանրապես, միշտ անպայման ինչ-որ մի բանից պիտի դժգոհ լինես, որ աշխատես այդ կետի վրա, աշխատես ինչ-որ մի բան ավելի շտկել, ավելի լավացնել, ավելի թարմացնել, ավելի հզոր դարձնել կամ ավելի մոտիկ դարձնել ունկնդրին եւ այլն եւ այլն եւ այլն։ Միշտ պրոֆեսիոնալ մարդիկ այսպես են, ովևէ մեկ լավ գործի ասեն, թե այդքան համամիտ չէի հաջողության կամ թշկող եմ, որովհետև ցանկանում են ավելի լավին, ովևէ մեկ պրոֆեսիոնալ մարդ այսպես ասում է, դա նորմալ բան է անպայման։ Ես եմ կարծում, որ նորմալ է։ Իսկ այսքան տարիներու ընթացքին, որ դուք Արևիկ անսամբլի ղեկավարն եք, Արևիկը ինչ տվեց ձեզ եւ ինչ վերցրեց։ Ցերանցեմ։ Արևիկը ընդհանրապես երեխաները շատ հետաքրքիր հատկություն ունեն։ Իրենք լավ, այսպես քամում են քեզ, ուղղակի քամում են, բայց որքան քամում են, երկու այդքան էլ տալիս են։ Հավատացեք։ Եվ ինձ տվեց եւս մի մեծ հսկայական փորձառության շրջան, որը թվում էր, թե ես ունեի, բայց ես չունեի, փաստորեն, որովհետեւ ցանկացած երեխա, ցանկացած խումբ, ցանկացած, տեսեք, Արևիկը ինքը հոսում կազմ ունի, ինքը երկար ժամանակ չի կարող նույն կազմով լինել, որովհետեւ երեխա է, մեծանում է ու թողնում գնում։
իրեն փոխանեն գալիս է մի ուրիշ ավելի փոքրիկ եւ դու ստիպված ես նույն բանը այդպես աճեցնելով ծաղկի պես ծաղիկ ինչպես է չէ ասեք փոքրիկ մեծանում է հետո այդ ծաղկի սերմերը նորից էլի գցում ես հողի մեջ նորից էլի աճեցնում ես նորից այդպես ու այդ առումով մեծ փորձառություն տվեց Արևիկը տվեց նաև երեխաներին հասկանալու եւ երեխաների հետ առնչվելու փորձառություն որը շատ մեծահասակների մոտ պակասում է, գիտեք, իրոք պակասում է, որովհետև երեխաները ամենամոտն են բարձրյալին եւ գնացեք եւ սովորեք նրանցից։ Այո, համամիտեմ 100%-ով։ Իսկ հաջորդ թեման, որ պիտի խոսենք, պիտի լա դժբախտաբար վերջին թեման եւ ահավասիկ 1 ժամ 20 րոպեից կզրուցենք միասին եւ չսկացինք ժամանակը շատ կարեւոր թեմա մնե կոնե իմանցիս համար վստահ թե բոլորն ալ համամիտ են նախքան նամակները գարտալս Պիտի խոսենք գոչումներ, մրցանակներ, բարգևներ եւ բադվոքրեր ստանալու համար Ձեր անցին համար, մայստրո, որքան են կարևոր մրցանակները։ Գիտեք, ցանկացած չափահաս մարդու համար, այո, կարևոր են։ Եվ ես չեմ կարող ասել, ես չեմ կարող հասկանալ այն մարդուն, ով որ ասում է, գիտեք ինչ, մրցանակները, գոչումները, չգիտեմ ինչերը, պատվոգրերը, դրանք ինձ համար որևէ արժեք չունեն, որովհետև կարևորը դա իմ ներքին զգացմունքն է, զգացողությունը, այո, ներքին զգացողությունը իր տեղն ունի։ Բնականաբար, բայց չէ որ դու մարդ ես եւ ապրում ես հասարակության մեջ։ Այո Եվ ի վերջո հասարակությունը պիտի ինչ-որ ձևով քեզ գնահատի։ Խոսքը վարձատրության մասին չէ, խոսքը մարդկային գնահատանքի մասին է։ Իսկ եթե մարդկային գնահատանքը լինում է, դա ընդհանրապես քեզ ստիմուլ է տալիս, որպեսզի դու կարողանաս ավելի լավ աշխատել եւ ավելի շատ բաներ անել, եւ ավելի հետաքրքիր գործեր անել։ Էական չի Ուրիշ հարց է, երբ ասենք դու գնահատված ես ոչ այնքան որքան դու կուզենայիր տեսնել քեզ գնահատված դա բոլորովին ուրիշ խնդիր է դա մի քիչ էլ նաև ժողովրդական լեզվով ասած դա նաև մի քիչ էլ բախտի բան է հա որովհետև ոչ բոլորին է տրված այն բախտը, որ ասենք կան չէ մարդիկ, ովքեր էլի ժողովրդական լեզվով ասում են բախտը իրենից առաջ ընկած գնում է։ Այո, այդպես ասել են։ Ես այդ մարդկանց թվին չեմ պատկանում, որ բախտը ինձանից առաջ ընկած գնա, բայց եւ չեմ ուզում բողոքել, որովհետև գիտեք ինչ էլ որ ես այսօր ունեմ, էլի շնորհակալություն բարձրալին, որ կարողացել է ստեղծի հնարավորություն, որ հասարակությունը ինչ որ ձևով վարձահայտույց լինի, հա, ինչ որ ձևով կարողանա տեսնել, գնահատել, երկու անգամ, 2 տարի ինձ փորձեցին միությունները փորձեցին իմ տեխնացությունը տալ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման, բայց գիտեք, երբ որ ես հասկացա, թե ովքեր են ինձ հետ դրված, հա, որպեսզի որ դառնամ վաստակավոր արտիստ, հետո ես ասացի, ինչ լավ է, որ ես չդառա։ Այնքան։ Որովհետև, հա, ես չեմ ուզում անուններ տալ, ես չեմ ուզում ինչ-որ սրել որևէ բան, ուղղակի ես ասում եմ հետևյալը, ինչ որ արվում է ի վերուստ եւ ես այնուամենայնիվ կուզեի իհարկե որոշ ավելի արտահայտիչ վերաբերմունք լիներ իմ նկատմամբ հատկապես պետական հոգացությամբ, որովհետև ես ինքս շատ պետականամետ մարդ եմ, ես իշխանամետ չեմ, ես պետականամետ եմ, դրանք տարբեր բաներ են, եւ ես անում եմ, այն ինչ անում եմ, ես անում եմ
պետության հետագա հզորացման եւ հետագա առողջացման եւ հետագա գեղեցիկ նորմալ սերունդ ստանալու համար այնինչ անում եմ եւ մանուկների հետ կապված եւ երիտասարդների հետ կապված կուզենայի որ մի քիչ ավելի շատ լիներ պետական հոգացությունը եւ պետական այսպես հայացքը ինձ վրա բայց էլի գոհ եմ էլի դժգոհ չեմ նշանակում է սա էլ է նորմալ Իսկ ինչ որ ինձ համար դուք հրաշալի մի մարդ եք քիտակից ուսյալ զարգացած այդ մեկը շատ կարևոր է եւ ես հուսամ այս դրույթով կարողացա ցեզի բադվել որովհետեւ մի ամբադվոքիր անցամ կամ գրսկան նշան կամ այլ տարբեր մրցանակներ դալով չէ որ մենք կրանք բադվել հուսամ թե ես կարողացա ցեզի բադվել այս զրույցով որովհետև ամենալավին արժանի եք եւ թարսյալ հոս կոմպոզիտոր Գայանե Աղայանին այնքան շնորհակալություն պիտի հայտնեմ թե ինք պատճառ դարձավ մեր ծանոթության եւ ահավասիկ դարձակ հաղորդաշարի հյուրը Գայանե ջան Աչում եմ քեզ եւ շնորհակալություն հայտնում եմ Շնորհակալ եմ մեկ անգամ եւս իմ կողմից թող գանեն այսպես sense անեմ ասեմ Գայանե ջան շնորհակալություն Ստեսի շատ շնորհակալություն ապրեք Թեր չվերջացանք ունինք թեր ունինք պիտի վերադառնամ բադվոքրի համար որովհետեւ գիտեմ թե դուք սանազան երգերները ներս այսպես հարկված եւ բոլորը գմտածեն ինչպես ցես բադվեն Օդար երկրում ցեր գարձիկով բադվոքիր ստանալը ավելի արժեք ունի ցես համար կխոսիմ ցեր մասնակցության համար Վիկտոր Ռեզնիկովի անվան երիտասարդ կոմպոզիտորների միջազգային մրցույթին որ մասնակցել էիք եւ արժանացել բադվոքրի Ուրեմն հոս կգտնվեիք տարբեր երկրում լավ արդյոք բադվոքիրը ստանալը տարբեր երկրում մի տարբեր սկացում է մի տարբեր իմաստ ունի ցերանցին համար Ճիշտ է տարբեր է բայց քանի որ ես Վիկտոր Ռեզնիկովի մրցույթին մասնակցում էի որպես հայ կոմպոզիտոր ինձ համար մի քիչ ավելի Այսպես ուրիշ գույն ունի ընտեղի պատվոգիրը, որովհետև այնուամենայնիվ ինձ գնահատեցին որպես հայ կոմպոզիտոր։ Ոչ թե ուղղակի որպես կոմպոզիտոր, այլ հայ կոմպոզիտոր, ով հայերեն երգով դուրս եկավ եւ երգեց եւ գրավեց ունկնդրի ուշադրությունը։ Էլի եմ ասում, ես բոլոր պատվոգիրներին, բոլոր այդ ամեն ինչ որ ես ստացել եմ եւ պիտի ստանամ դեռևս, ես նորմալ եմ նայում եւ շատ շնորհակալ եմ բոլորին, բայց այնինչ օտարն է քեզ տալիս, մի քիչ ավելի ուրախացնում է, որովհետեւ այնուամենայնիվ հասկանում ես, որ դու ճիշտ ես ծառայում քո ազգին Այսինքն օտարը հասկացավ գնահատեց Քոնը բնականաբար քո ազգը այսպես թե այնպես ինքը գնահատում է Որովհետև դու խոսում ես հայերեն, դու երգում ես հայերեն, դու մտածում ես հայերեն, քո երակների մեջ հայի արյուն է Բայց երբ այդ հայի արյունը արժևորում է օտարը արդեն բոլորովին ուրիշ ձևով ես սկսում դրան նայել Իսկ դա շատ կարևոր է Ուրեմն Սույն բադվոքիրը մի թանկագին հիշողություն ցկել է ցեր մոտ, որովհետև հայկական հողե դուրս դուք բադվել են ցեզ, արդյոք տարբեր մի հիշողություն ցկել է։ Գամ յուրաքանչյուր տարբերում է, իհարկե տարբերվում է ինքը։ Իսկ այս մեգեզատ, որ բադվոքիրը ցկել է մի թանկագին հիշողություն եւ ինչու։ Ինձ համար պատվոգիչ չէ, բայց 17 թվականի սեպտեմբեր ամսին Երևան քաղաքի քաղաքապետարանը քաղաքապետի հետ միասին այն ժամանակվա ինձ արժանացրեց Երևան քաղաքի արվեստի վաստակավոր գործչի հուշամեդալին
որը եւս ինձ համար շատ կարևոր բան է, կարևոր կետ է, կարևորում եմ, որովհետև ցանկացած հայ ես էլ բոլորի նման անխոնջ ծառայել եմ եւ արվեստին, եւ Հայաստանի, եւ Երևանի։ Եվ շատ հաճելի է, երբ դա տեսնվում է, գնահատվում է։ Երբ ովևէ մի անձ կգնահատվի, ալավելի մեզ ուժ ու դա որբեսի մենք ավելի լավը ցանկանանք ներկայացնել կամ ծեր բարակային ստեղծագործությունները, որ կպատրաստեք միշտ։ Արևիկ անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, դիրիժոր եւ երաժշտական ոճապան մայստրո Վահե Հայրապետյան հբարդություններ ցեզի պես անցմը հյուրընկալել իմ հաղորդաշարեն այդքան հաճելի ժամանակ անցուցինք այդքան հաճելի զրույց մներ ես սրդան շնորհակալություն պիտի հայտնեմ թե այսքան ուժ ժամարտում մնալով իմ հրավերս ընդունելով դարձակ հաղորդաշարի հյուրը քալի կաբակայից երզրակիրներուն նորություններուն հաջողություններ կմա Ախտեմ ծեր ճանապարհը մնա միշտ հարուստ, հաճող, ես պիտի խնդրեի ցես մե այս հարցազրույցի ավարտին ուղեք ծեր սրդակին խոսքը նախ Արևիկ անսամբլի փոքրիկներուն, ապա մեր այսօրվա հետևողներուն եւ համայն հայության եւ եթե կողեիք ծեր գաղափարներ լսեմ այս հարցազրույցին Սիրով եւ իհարկե ձեր թույլտվությամբ եթե հնարավոր է 1-2 բան եթե կարդայիք եթե դուք գտնում եք հարմար մեր հաճելի ռադիոլսողներից ու կնդիրներից ակնդիրներից որ վերջում ուղարկեցին կարելի է այս բահից այնինչ որ ուղարկել եք ինձ Չէ, ինչ որ ականդիրները եւ ունկնդիրները Ներողություն, իրավունք ունիք նախ գարթամ այո նամակները ուրեմն հոսունինք երբ կլսեինք Ծեր հնչողությամբ երկմը կրածեն թե սկանչելի երկև կատարում բրավո մայստրո Վահե Հայրապետյան ծերցայնը անսպար ապա բրավո քաղաք Երևան հարկելի մայստրո Վահե Հայրապետյան ուրախ եմ ծանոթանալուց ցեզ իշնորիվ սիրելի Ստեյսի միջոցով խնդրեմ Թալին Մաղաքյան Ֆրանսիայից միացել է ապա Պանաստեղծի Հասմիկ Գրիգորյանը Գյումրիից միացել է քրել է բրավո ծեր երկն ու երաժշտություն ու էլ սրդերը ջերմացնում Շատ գեղեցիկ խոսք շատ անուշ երկե բրավո մայստրո Վահե Հայրապետյան սկանչելի Արևահատ Մուսախանյանի կողմէ Wow, Suzy Masmanian, this is great. Baron Hayrapetyan himself is an amazing person. Ապարևահատ կսեստիսիճան, այդքան անուշ խոսքերը որտեղից ես գտնում։ Այսպես լավ հյուր ունենալով արդեն գփոխի իմ սրդում լավ խոսքերը։ Ապա Մեր Ստեյսի հարցազրույցները մեր հյուրերին մի քանի տալով գերիդասարտացնե հարկելի մայստրո մենք պիտի չիջարանանք ասեցինք այդպես է մայստրո պիտի մնանք միշտ այո ճիշտ է Արևիկ անսամբլի փոքրիկների նման մենք ալ փոքրիկ ենք ապա Մարի Շահ կրած է մեր Շատ սիրելի մայստրոն, բարևներ գուղարկեմ մեր հյուրին, ինչ հաճելի մարդ է կրած է Արևահատ Մուսախանյան, but thanks for introducing us to this talented individual. He mentioned the composer Aram Satyan. I would like to see you interviewing him as well. Մեծ սիրով, շատ հաճելի է թե ցեզ ցիտած է եւ այդքան ուրախ է Սյուզին ցեզ ավելի լավ ծանոթանալու Աբա եթե նամակներ կան, վարսկերնիտ կատար, սկանչելի զրույցեր, վարսկերնիտ կատար սիրելի Ստեյսի, Գոհար Թերզյանի կողմէ, Լիզա Շահինյան վարսկերնիտ կատար մայստրո, բարի աշխատանք եւ ստեղծագործական նոր վերելքներ հարկելի մայստրո Արևահատի կողմէ, ես իրեն գոչում եմ Արևիկ, արժանի եք գասե Արևահատ Մուսախանի, արժանի եք օդարի դվածը ավելի կերակնահատելի է, շատ ճիշտ եք։
Վարսկերնիտ կադար հարկարժան մայստրո Վահե Հայրապետյան ցեզ միշտ վերելքներ մախտում է եւ վերջին մի քանի նամակը լրիվ ղեկավար է չասկսա լրիվ ղեկավար է ուրիշ բառմգա չի կեցա ով չգիտե արդյոք չգիտեմ ինչ ասում է Աբա ուրիշ միևս Պարսկերնիտ կադար շնորհակալություն եփուկ եւ բրավո ցեր հասկացողությանը այո քչերնեն նման ցևով մտածում այնինչ որ պատասխաններ կտայիք աբա thank you dear Stacy for inviting a talented person Վահե Հայրապետյան to your program I wish him all the success Բեկչունիմ թարգմանելու մեր մայստրոն շատ լավ գահասկնա Ուրեմն Եվ այսպեսով ողջունի խոսքեր եւս կան, շնորհակալական խոսքեր շատ կան այժմ պիտի լսեմ ցեր սրտակին խոսքը այսօրվա գրողներուն Արևիկի անսամբլի փոքրիկներուն եւ բոլոր համայն հայության հաջիկ հրամեցեք Առաջին հերթին կուզեմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել ձեզ սիրելի Ստեյսի Արգելի Ստեյսի դուք շատ մեծ գործ եք անում ոչ միայն նրա համար որ ինձ հրավիրեցիք եւ մի այսպես մեծ հնարավորություն տվեցիք շփվելու նաեւ ձեր հանդիսատեսի հետ որը ինձ համար շատ կարեւոր է որը դարձավ իմ հանդիսատեսը նաեւ Երկրորդ կուզենամ մեկ անգամ եւս Գայանեին շնորհակալություն հայտնել եւ այն բարեմաղթանքները ինչ որ ես կուզեմ հիմա անել երևի բոլորին է ուղղված եւ մեծերին եւ փոքրերին Առաջնահերթ ես կուզեմ որ ուղղակի լինի խաղաղություն ոչ միայն երկրներում խաղաղություն առաջին հերթին հոգիներում որովհետև եթե հոգիներում խաղաղություն եղավ, մարդը պատերազմ չի փնտրի, մարդը զենքի չի դիմի, մարդը չի ուզենա ինչ-որ մի վատություն անել, որից հետո մարդասիրական օգնություն հասցնել։ Այսինքն մարդը պիտի ապրի բարձրալի ինչպես ասեմ, երևի իր օրենքներով, այսպես ավելի ճիշտ կլինի, իր տված օրենքներով, որը ոչ միշտ է հաջողվում, բայց գոնե ձգտի ապրել բարձրալի օրենքներով, թող լինի խաղաղություն, բոլորիս հոգիներում, տներում, նաև երկրներում, որտեղ որ մեզ լսում են, որտեղ որ մեզ դիտում են անկախ նրանից հայեր կլինեն թե օտար ազգիներ։ Կուզեմ մեր հայությունը միշտ լինի այնպեսի ջերմ, ինչպիսին որ միշտ կա, ցանկացած երկրում։ Լինի դա Բուրկինա Ֆասոյում, լինի դա Կանադայում, լինի դա Ամերիկայում, թե ասենք Նոր Զելանդիայում, հայը մնում է հայ եւ կուզեմ որ իրենք ոչ միայն խաղաղ լինեն, հոգով նաև շատ առողջ լինեն, եւ մարմնով, եւ հոգով, որը շատ կարեւոր է։ Սիրեն միմյանց, սիրեն հայը հային, սիրենք, որ կարողանանք ապրել։ Դա ես չեմ ասում, դա մեծ ընկոմիտասն է ապրել, սիրեցեք իրար, շատ սիրեցեք, որ կարողանանք ապրել։ Եվ բացի դրանից կուզեմ, որ ամեն մեկը սիրի իր գործը, իր զբաղմունքը, որովհետև միայն այդ դեպքում կարող են մարդիկ ունենալ ձեռքբերումներ, մարդիկ ունենալ հիանալի ինչ-որ կարևոր բաներ, որոնք պակասում են այս կյանքում։ Խոսքը միայն նյութականի մասին չէ, չնայած նյութականը շատ կարևոր է, բայց ամենակարևորը չէ, որովհետև եթե մարդու ներսը դատարկ եղավ, նյութականը չի կարող լցնել։ Իսկ ընդհակառակը, եթե ներսը լիքը եղավ, այդ լիքը կարող է օգտագործել մարդը եւ նյութականը բարելավել։ Դա էլ կա։ Եվ կուզենամ, որ ուղղակի
տեսնելուց իրար մենք նստենք ու մի այսպիսի բան կա, չէ, նստել ու խոսել մենք Ստեյսի դու ճանաչում ես ասենք Գևորգը, որը հաց թուխ է, բայց ասում ես այո, ես ճանաչում եմ եւ դրանով ես հարստանում եմ, որովհետեւ ես տեսնում եմ, որ քո վերաբերմունքը շատ պոզիտիվ է եւ քո վերաբերմունքը սիրով լի է, սեր, ամեն ինչի մեջ սեր։ Սերը միայն տղամարդու եւ կնոջ միջև չի, սերը ամեն ինչի մեջ։ Կրնանք սիրել Նաեւ եւ կնոջ։ Այո, կրնանք սիրել մեր կորձը, կրնանք սիրել մեր կորձընկերը, կրնանք սիրել մեր ունեցածը, մեր կյանքից, շատ կարևոր է սիրելը այդքան իմաստալից բարերով խորհուրդներ դվիկ եւ նույն ժամանակ ծեր սրդակին խոսքը հաղորդեցիք, թե ես ալվոյվ մի բան չունիմ ավելացնելիք, որով իսկապես թե իմաստալից եւ հրաշալի խոսքերով որ մենք հասանք մեր այսօրվա զրույցին սերը կարևոր է, որով Աստված սեր է, երբ ունենք Աստված մեր կյանքում, մեր սրտում, ուրեմն մենք կարող ենք սիրել մեր շուրջինները եւ մեր ունեցած պոզիտիվ էներգիան բաժնենք, տարածենք մեր շուրջիններուն, որովհետեւ ինչպես թե ասեցի, զրույցի սկիզբը թե պետք է մենք միշտ իրար սիրենք եւ բնավ զանազանություն կամ խտրություն չտնենք, որտեղի հայ է, որ երկրի հայ է։ Հայ ենք եւ ունիմ ես միշտ ահավասիկ իմ ստուդիոյում աստրոշակը, որ հբարդորեն ցույց կտամ։ Իմ հայկական Տրոշագս իմ Հայաստանի տրոշագս ոսի մեռնեմ իմ Հայաստանի համար, մեռնեմ բոլոր իմ հայասկի համար։ Միշտ եւ միշտ պիտի ասեմ եւ գրկնեմ, ես չեմ ծնվել Հայաստան, բայց Հայաստանը ծնվել է իմ սրտում։ Ու միշտ այդպես էլ մնալու է։ Ամեն։ Ձեզիպես այսպես պոզիտիվ մարդկանց, այսպես քիտակից եւ հաճելի մարդկանց հետ իսկապես թե ուրախություն կպատճառի հարցազրույց վարել, եթե հետակային աբակային ովևէ մինորություններ ունենաք, ինչու՞ չէ գրնամ թարցել ցեզի հյուրընկալել, որովհետեւ շատ հաճելի էր մայստրո միշտ պատրաստ եմ եւ ինձ համար մեծ հայտնություն է այս ամենը, իսկ ես հայտնություններ սիրում եմ եւ ստեղծագործական, եւ մարդկային, եւ ջերմության, եւ խոսքի ջերմանալ մարդու հետ շփվելով դա մեծ առաքելություն է եւ ամեն մարդու տրված չի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն տեխնոլոգիային, որ գաբեց Ամերիկան Հայաստանի եւ մենք հաջողեցինք այս զրույցը մայստրո Վահե Հայրապետյան թույլ տվեք ծեր դիգնոչալ շնորհակալություն հայտնեմ շատ սիրունդիկի մոնիկ, որ ինք այսօր մաս կազմեց եւ օգնությունը բերավ, որովհետեւ հաջողցնենք Տիկին Հայրապետյան շատ շնորհակալ եմ սկանչելի ամուսին ունեք Աստված ցեզի երջանիկ զույգերն է միշտ եւ ուրախ լակ ծերդոնը մնա շեն եւ միշտ բայցար Շնորհակալ եմ։ Շնորհակալություն եւ բարի եկել եք ցեզի բարի գիշեր եւ ցտեսություն։ Ձեզ հետ բարի օր։ Շնորհակալություն։ Հաճելի։ Ուրեմն պիտի փակենք մենք մայստրո Վահե Հայրապետյանի մեկնաբանությամբ Գարոտ երկով։ Կարոտ աչքը քեզ հարած Ծով կարոտս անհուն ծով է վերջ չունի Ախ հայրենիք իմ կարոտը թև առած Թրջող թև է բնակարոտ թրջունի Իմ կարոտ աչքը քեզ հարած